Ողջույն բոլորին, այսօր կխոսեմ 2026 թվականի հունվար ամսվա մասին և կներկայացնեմ ընդհանուր թե ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ այս ամսվա ընթացքում։ Ուրեմն, կխոսեմ ամսվա էներգիաներից, ինչպես ասեցի, կխոսեմ զարգացումներից և կխոսեմ ամսվա ակնկալիքներից։ Ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին, մի փոքր կարճ ծանոթություն, ես Արմենն եմ, զբաղվում եմ շինական մետաֆիզիկայով և թվագիտությամբ, անցյալում եմ մաստեր, սերտիֆիկացված եմ և անցյալում եմ նաև որպես բիզնես խորհրդատու, անձնային աճի մարզիչ և օգնում եմ իմ գիտելիքներով, որոնք ես ձեռք եմ բերել վերջին տարիների ընթացքում, բոլոր նրանց, ովքեր ունեն որոշակի խնդիրներ կյանքում, թե բիզնեսում, թե անձնականում և ընդհանրապես կյանքի մնացած բոլոր ոլորտներում ցանկանում են հասկանալ, թե որտեղից են առաջանում խնդիրները և ինչպես կարելի է դրանք լուծել։ Ես տալիս եմ այն բանալիները, այն քայլերի հաջորդականությունը, որը օգնում է մարդկանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից և հասնել հաջողության կյանքում։ Հիմա մի փոքր ներկայացնեմ, թե ինչ եմ ընդհանրապես ես անում։ Ես մասնակցում եմ ժամանակաժամանակ տարբեր միջոցառումների, հիմնականում դրանք արևելքում են, Մալազիա, Սինգապուր։ Այստեղ դուք տեսնում եք իմ նկարը իմ մաստերի հետ, ումից ես վերցրել եմ իմ բոլոր գիտելիքները, սովորել եմ և ձեռք եմ բերել փորձառություն։ Ես անընդհատ սովորում եմ, չնայած նրան, որ ունեմ մաստերի աստիճան, բայց անընդհատ սովորում եմ, շարունակում եմ սովորել, որովհետև այս գիտելիքը անվերջ է, անձայրածիր, մի հատ աշխարհ է ու այստեղ անընդհատ պետք է սովորես, վերապատրաստվես եւ այլն, որն էլ ես անում եմ, սա իմ հիմնական աշխատանքն է այս պահին։ Հիմա եկեք անդրադառնանք հունվարին, հունվար 2026 թվական, որը ըստ չինական օրացույցի դա հողեղեն ցլի ամիսն է։ Ընդհանրապես ամիսները չինական օրացույցում սկսում են ոչ թե հենց ամսի 1-ին, այլ ամսի 4-ից, ամսի 5-ից։ Հունվար ամիսը սկսվել է, հողեղեն ցլի ամիսը սկսվել է հունվարի 5-ից և կշարունակվի մինչև փետրվարի 3-ը։ Նշեմ, որ մենք դեռ գտնվում ենք փայտե օձի տարում էներգիաների տակ, այսինքն տարին դեռ չի փոխվել, որովհետև ըստ չինական օրացույցի տարին օֆիցիալ էներգիաների փոփոխությունը, այսինքն փայտե ուրեմն օձից անցում դեպի հրեղենձի կլինի օֆիցիալ արդեն փետրվարի 4-ին։ Ոստի մինչև փետրվարի 4-ը մենք համարվում ենք դեռ հին տարում և բոլոր նրանք, ովքեր կծնվեն մինչև փետրվարի 4-ը, նրանք ուրեմն նրանց ծննդյան տարին կլինի փայտե ուրեմն օձը։ Հիմա ինչ ունենք այս ամիս։ Հողեն ցլի ամիսը դա ամբողջովին հողային ամիս է, ինչպես տեսնում եք եւ վերևում եւ ներքևում մենք ունենք հողի էներգիա, հողը բավականին ուժեղ է այս ամիս եւ եկեք մի փոքր հասկանանք, թե ընդհանրապես բազին ինչ է հուշում մեզ, հա։ Սա ամսվա բազի քարտն է։ Ամսվա բազի քարտի մեջ, ինչպես տեսնում եք, սա այստեղ ըստ գույների ներկայացրել եմ, ուրեմն ջրի էլեմենտը նորից քիչ է, հա, ունենք ժամի մեջ եւ վերևում մի փոքր, սա բավականին քիչ է, ամիսը ինքնին մի քիչ բերում է ստագնացիա, լճացում, ինչու, որովհետեւ հողային էներգիան շատ է և քանի որ ինքնին հանդիսանում է տարվա վերջին ամիսը, մենք ունենք ընդհանուր լճացում։ Ամսվա մեջ ունենք երկու աստղերի առկայություն, երկու աստղեր, որոնք հուշում են երկու կարևոր ստրատեգիաների մասին։ Առաջինը դա արժեքների վերադասավորումն է, երկրորդը դա վերագնահատում եւ պլանավորում։ Մենք հենց այս ամիս պետք է անենք արժեքների վերադասավորում։ Ինչ ունենք, ինչպիսի արժեք դա ունի մեր կյանքում և արդյոք դա արժե մեզ հետ տանել 2026։ Պետք է կատարենք վերագնահատում, ինչ ենք արել 2025-ի ընթացքում, ինչը աշխատեց, ինչը չաշխատեց, արդյոք ինչը աշխատող էր, դա կարող ենք վերցնել, ձևափոխել և օգտագործել 26-ին։ Նաև պետք է կատարենք պլանավորում, որովհետև տարին նոր է սկսում և շատ ցանկալի է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ էներգիաներ են եկել 2026-ին մեզ համար անձնային մեր էներգիաների հետ, ինչպիսի փոխհարաբերության մեջ են մտնում 26-ի էներգիաները և ինչ հնարավորություններ ու ինչ խոչընդոտներ մենք ունենք 2026-ին։ Սա կլինի պլանավորումը, սա շատ կարևոր է ու շատ անհրաժեշտ անել հենց
հունվար ամսին, որպեսզի 26 թվականի փետրվարի 4-ից արդեն մենք հանգիստ կարողանանք մտնել նոր տարի, այսպես ասած, եւ իմանանք ռեալ պատկերացում, թե ինչ պիտի անենք 2026 թվականի ընթացքում, ինչպես օգտագործենք տարվա էներգիաները, որպեսզի տարին դարձնենք մեր լավագույն տարիներից մեկը։ Այնուամենայնիվ, ես կնշեմ երկու կարևոր փաստ։ 2026 թվականը դա տուրբուլենտ տարի է, մեղմ ասած, որովհետև սրա մասին խոսել եմ իմ նախորդ վիդեոյում, որտեղ ներկայացնում էի 26 թվականը ամբողջությամբ, եթե չեք նայել, անպայման նայեք, որտեղ շատ հետաքրքիր վիդեո է, եւ 2026 թվականը հուշում է մեզ, որ տարվա ընթացքում պետք է ոչ թե մրցակցենք, այլ պետք է համագործակցենք, այսինքն տարին ավելի շատ պետք է համագործակցության մասին լինի, քան թե մրցակցության, բայց այս ամեն ինչը իմանալու մասին, այսինքն ինչպես համագործակցենք, երբ գնանք համագործակցության կամ ինչպիսի ստրատեգիա մշակենք, որպեսզի կարողանանք հաջողության հասնել, թեկուզ համագործակցության մեջ, այս ամեն ինչը դուք կարող եք իմանալ այն ժամանակ, երբ որ իմանաք թե տարվա էներգիաները ինչպես են, ուրեմն ինչպիսի համագործակցության, համատեղ փոխազդեցության մեջ են մտնում ձեր անձնային էներգիաների հետ։ Մինչ առաջ անցնելը շատ լավ կլինի, որպեսզի դուք սկանանեք այս QR կոդը եւ ստանաք ձեր անհատական բազի քարտը։ Անհատական բազի քարտը թույլ կտա իմանալ, թե ինչպիսի էներգիաներ դուք ունեք, որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել։ Սա երկու կարևոր բաներ են, որ դուք պետք է իմանաք, եթե ուզում եք իմ ուրեմն վերլուծությունից ստանալ մաքսիմալ արդյունք։ Սկանավորելուց հետո ձեզ մոտ կբացվի նման մի հատ պատուհան, անգլերենի իմացությունը պարտադիր չէ, շատերը ասում են անգլերենով չենք հասկանում, բայց անգլերենի իմացությունը պարտադիր չի, դուք ուղղակի ստեղ կլրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, եթե ժամը գիտեք, ժամը կլրացնեք, եթե ոչ, բաց եք թողնում եւ ստեղ ընտրում եք կին, տղամարդ, male, female, male-ը դա տղամարդն է, female-ը դա կինն է, եւ սխում եք այս կապույտ կոճակը, որը հաշվելն է, դրանից հետո կստանաք այս նման մի հատ պատկեր, ու ստեղ այս հատվածում դուք կտեսնեք ձեր անհատական էլեմենտը, Սա ցույց է տալիս ձեր անհատական էլեմենտը, այստեղ մետաղյանն է, ձեզ մոտ կարող է լինել հողին կամ փայտյան եւ այլն։ Կախված ձեր ծննդյան տվյալներից եւ այստեղ այս հատվածում դուք կարող եք տեսնել արդեն ձեր ծննդյան տարին, որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել։ Սա երկու կարևոր բան, որ պետք է իմանաք։ Հիմա նաև ինչ շատ են հարցնում, թե ինչի եմ ես անհատական էլեմենտով անում նաև կանխատեսում, որովհետև անհատական էլեմենտը դա հենց ձեր մասին է։ Ըստ չինական մետաֆիզիկայի անհատական էլեմենտը շատ կարևոր ֆակտոր է ու հենց անհատական էլեմենտով վերլուծությունները տալիս են շատ լավ արդյունք, Իսկ ծննդյան տարին եւս կարևոր է, բայց ծննդյան տարին մի փոքր ավելի երկրորդային է չինական մետաֆիզիկայում, ավելի կոնկրետ բազիում, որովհետև տարին դա ձեր արտաքին շերտն է, իսկ անհատական էլեմենտը դա հենց դուք եք, դա հենց ձեր մասին է։ Հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք, թե այս հունվար ամսվա ընթացքում հողեղենցելի ամսում որ կենդանակերպերը կլինեն առավել զգայուն, ովքեր կլինեն ավելի իրենց կաշվի վրա, այսպես ասած կզգան ամսվա էներգիաների ազդեցությունը։ Ուրեմն, առաջինը դա առնետի տարում ծնվածներն են, առնետի տարում ծնվածների համար մենք ունենք համակցում ստրուկտուրա։ Ընդհանրապես համակցում ստրուկտուրան բերում է նոր հնարավորություններ, քանի որ ստեղծում է համակցում ամսվա էներգիայի հետ։ Համակցումը դա նաև նոր ծանոթություններն են, նոր առաջարկներն են, որոնց մենք պետք է պատրաստ լինենք, նաև բաց լինենք դրանց հանդեպ, եւ ամսվա ընթացքում մենք կտեսնենք որոշակի փոփոխություններ։ Ինչու՞ չէ նաև միջավայրում փոփոխություն կարող է լինել։ Եթե դուք ծնվել եք վիշապի տարում, ձեզ մոտ գալիս է կործանում ստրուկտուրան։ Կործանումը դա հանկարծակի, չնախատեսված, անսպասելի փոփոխություն է, որին մենք ընդհանրապես չէինք սպասում, Եվ քանի որ սա տարվան է վերաբերվում, ապա դա վերաբերվում է ձեր սոցիումին։ Միգուցե ինչ-որ հարաբերություններում լինեն ընդհատվեն, հարաբերությունները, լինեն ինչ-որ վիճաբանություններ եւ ընդհատվեն կամ առանց վիճաբանության, կամ լինի լոկացիայի փոփոխություն, Կործանումը միշտ բերում է կտրուկ եւ արագ փոփոխություն ի նկատի ունեցեք։ Ովքեր ծնվել են ձիու տարում ծնվածների համար ամիսը բերում է վնասում ստրուկտուրա եւ պատահական չէ, որ հենց
այս ամիս մենք ունենք վնասում ստրուկտուրա, որովհետև վնասումը ընդհանրապես էմոցիոնալ ներքին զգացողություն է, երբ որ մեզ թվում է, թե շրջապատը մեզ չի հասկանում, մենք մի փոքր ստրեսային ենք, հա, նմանատիպ ինչ-որ իրավիճակներ։ Ես խորհուրդ կտամ, որ եթե դուք ձիու տարում եք ծնվել, կտրուկ որոշումներ մի կայացրեք այս ամիս, ձեր զգայականի վրա հիմնվելով։ Փորձեք մի փոքր վերլուծել, օգտագործեք ձեր վերլուծական միտքը եւ այդ դեպքում դուք ճիշտ արդյունք կստանաք, այսինքն ճիշտ եզրահանգում կանեք, եթե կատարեք որոշում կամ քայլ, ուրեմն էմոցիոնալ դաշտի վրա, այստեղ դուք կունենաք խնդիր ձեր շրջապատի հետ։ Եթե դուք ծնվել եք այցի տարում ծնվածների համար ունենք բախում ստրուկտուրա, հա, բախումը ունի երկու կողմ՝ դրական եւ բացասական։ Բախումը կարող է բերել դրական իրադարձություն, բախումը կարող է բերել բացասական իրադարձություն։ Եթե դուք այցի տարում եք ծնվել, ապա անպայման ձեռնարկեք որևիցե փոփոխություն ձեր կյանքում, հատկապես ձեր շրջապատի հետ կապված։ Փորձեք նոր ծանոթություններ ձեռք բերել, փորձեք գնալ որևիցե փոփոխության, ինչու՞ չէ նաև ճանապարհորդեք, սա նույնպես կօգնի ամիսը առավելագույնս դրական դարձնել։ Եթե ծնվել եք օձի տարում ծնվածների եւ աքաղի տարում ծնվածների համար մենք ունենք նորից համակցում ստրուկտուրա, ուրեմն ֆորմացիան էներգետիկ ու շատ լավ է սա, որովհետև համակցումը միշտ բերում է նոր հնարավորություն։ Համակցումը բերում է նոր առաջարկներ, նոր հանդիպումներ, նոր ծանոթություններ ու բնականաբար այս ամիս դուք պետք է սա օգտագործեք ավելի շատ շփվելու, ավելի շատ դրսում լինելու, քան թե ներսում մնալու համար, հա։ Սա բավականին ձեզ կօգնի ամսվա էներգիաներից առավելագույնս օգուտ քաղելու համար։ Սա նկատի ունեցեք։ Հիմա շատ լավ նորություն եմ բոլորիդ համար, հունվարի 19-ին մենք պետք կատարելու ենք կպատրաստելու ենք երազանքների քարտեզ։ Շատերդ գիտեք սրա մասին, ովքեր ինձ հետևում են, մենք անցած տարի սա արել ենք հունվար ամսին եւ այս տարի եւս նորից կանենք։ Սա անվճար մարաթոն է, որ ես ամեն տարի իրականացնում եմ, սա իմ նվերն է բոլորի հետևորդներին, ու եթե դուք էլ ցանկանում եք մասնակցել սրան, ապա պետք է հետևեք, միանաք, ավելի կոնկրետ Telegram ալիքին, ալիքի հղումը կդնեմ մեկնաբանություններում, այս վիդեոյի մեկնաբանության մեջ կարող եք միանալ եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին, որովհետեւ ընդհանուր գործողությունը մենք կատարելու ենք հունվարի 19-ին, բայց բոլոր մանրամասները մինչ այդ ինչ պետք է անել, ինչ պատրաստել եւ այլն, մնացած բոլոր մանրամասները դրանք կլինեն արդեն Telegram ալիքում, միացեք անպայման, եթե ցանկանում եք մասնակցել այս հետաքրքիր միջոցառմանը ու սա շատ հետաքրքիր բան է, շատ էֆեկտիվ եւ արդյունավետ, դուք հաստատ սրանից շատ մեծ օգուտ կստանաք։ Հղումը նորից կրկնեմ, ուրեմն Telegram-ի հղումը կլինի այս վիդեոյի նկարագրության մեջ։ Հիմա եկեք անցնենք առաջ ու ըստ անհատական էլեմենտի ծանոթանանք, թե ինչ հնարավորություններ կան հողեղեն ցլի ամսում, հա։ Եթե ձեր անհատական էլեմենտը փայտյան է, ուրեմն փայտյանի համար մենք ունենք ուղղակի ֆինանսների էներգիան ամսվա մեջ եւ ինչ պետք է անեն, հա, բոլոր նրանք, ովքեր փայտյան անհատական էլեմենտ ունեն, ես խորհուրդ կտամ, որ դուք կիրառեք հավելյալ էներգիա ձեր հաջողությունը ավելացնելու համար, ձեր ֆինանսական կայունությունը ել ավելի շատ ամրապնդելու համար, եւ եթե ունեք ստաբիլ եկամուտ, ապա փորձեք կայունացնել այն։ Իսկ ոնց պետք է կայունացնել։ Ենթադրենք զբաղվում եք դուք ինչ-որ վաճառքներով, հա, վաճառքներով եք զբաղվում, ապա փորձեք ձեր հաճախորդների հետ հավելյալ կապ ստեղծել, առաջարկություններով հանդես գալ եւ դրանով դուք կշահեք, հա, ամսվա ընթացքում դուք ունեք ֆինանսի էներգիա եւ փորձեք հավելյալ ծառայություն, հավելյալ ինչ-որ ապրանք առաջարկել ձեր ուրեմն հաճախորդներին եւ դրանով դուք կարող եք շատ մեծ գումարներ աշխատել։ Եթե դուք աշխատում եք կազմակերպությունում, ստեղ պետք է նոր առաջարկներով հանդես գաք ձեր ղեկավարության առաջ, նոր ինչ-որ մի բան առաջարկեք, հա, միգուցե աշխատանքի սիստեմայում ինչ-որ փոփոխություն կամ
ինչ որ մի բան, հա, որը կբերի փոփոխություն ձեր աշխատանքում եւ դրա մասին կիմանա ձեր ղեկավարությունը։ Եթե ձեզ մոտ Python-ն է, Python-ի համար եւս ֆինանսական էներգիա է, բայց այս ֆինանսական էներգիան դա մի փոքր ֆինանսական եկամուտ կողքից, հա, այսինքն ոչ հիմնական աշխատանքից, այլ կողքից։ Եթե դուք զբաղվում եք բիզնեսով, դա հենց բիզնեսի մասին է, այսինքն այս էներգիան ավելի շատ բիզնեսից եկամուտի մասին է, քան թե որպես վարձու աշխատող։ Եթե դուք վարձու աշխատող եք, ապա ամսվա ընթացքում կարող եք կողքից գումար աշխատել ձեր մասնագիտական հմտությունները օգտագործելով։ Սրա մասին ի նկատի ունեցեք, իմիջիայլոց Python-ի համար ամիսը նաև բերքահավաքի ամիս է համարվում, կա տենց տերմին բերքահավաքի ամիս եւ այն ինչ ներդրել եք դուք նախորդ ամիսների ընթացքում, հենց այս ամիս դուք կստանաք ֆինանսական պարգև։ Սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ ուրեմն կրակյան է, հա, կրակյան եւ կրակին։ Ուրեմն կրակյանի համար սա ինքնադրսևորման, ակտիվ ինքնադրսևորման ամիսն է, որտեղ էներգիան բավականին ակտիվ է ինքնադրսևորման, այլ կերպ ասած, սա ձեր փայլելու ամիսն է։ Դուք փայլում եք այս ամիս, հա։ Եվ դուք ուշադրության կենտրոնում եք հայտնվում, բոլորը ձեզ լսում են, բոլորը ձեզանով հիանում են, բոլորը սպասում են ձեզ եւ նայում են ձեզ։ Այստեղ հիմնական բանը, որ պետք է ուշադրության կենտրոնում պահեք, դա ձեր խոսքի եւ վարքագծային դրսևորումներն են, որոնք պետք է լինեն համեմատած ավելի չափած եւ ձևած, հա, որովհետեւ եթե դուք առնեք մի սխալ բան, ապա դա միանգամից տեսանելի կլինի։ Եթե դուք անեք մի լավ բան, դա առավել շատ տեսանելի կլինի, ու ինչքան շատ խոսեք, այնքան ավելի լավ ամսվա ընթացքում, ինչքան շատ շփվեք, նոր ծանոթություններ, շատ երևաք, հա, ավելի լավ։ Եթե դուք զբաղվում եք ուրեմն բլոգերությամբ, օրինակ դուք բլոգեր եք կամ ունեք ձեր սոցիալական էջերը, ակտիվ եք, ապա տեսանելիությունը շատ կլինի հենց այս ամիս, փորձեք այս ամիսը մաքսիմալ օգտագործել։ Դա բավականին շատ ձեզ կօգնի ձեր աուդիտորիան մեծացնելու համար։ Եթե ձեզ մոտ կրակին է, կրակինի համար ունենք կրեատիվի էներգիան, այստեղ կրեատիվ մի քիչ ինքնադրսևորման, բայց ավելի շատ կրեատիվ, որտեղ գաղափարները շատ են, որտեղ անդադուք նոր գաղափարներ կստանաք, ինչ որ նոր պրոյեկտներ, նոր նախաձեռնություններ կուզենաք սկսել, բայց հիշեք, որ միայն մտքեր ունենալը, գաղափարներ ունենալը քիչ է, դուք նաև պետք է գնաք գործողության, իսկ գործողության գնալու համար միգուցե դուք այդքան էլ կոմֆորտ չլինեք, հա, բայց հիշեք, եթե ունեք իդեա, ինչ որ հետաքրքիր գաղափարներ, ուրեմն դրանք պետք է իրականացնել գործողություններ անելով։ Փորձեք գնալ համագործակցության, լավ կլինի, որ կիսվեք ձեր գաղափարներով այն մարդկանց հետ, ովքեր միգուցե կամ ձեր շրջապատում կամ կգտնեք ձեր շրջապատում այդ մարդկանց, ովքեր ձեզ կխրախուսեն, հա, ովքեր ձեր հետ կկիսեն այդ գաղափարը ու կօգնեն ձեզ իրականացնել դրանք։ Դա շատ կարևոր է հենց այս ամիս, հա, հողենձելի ամսում սրան ուշադրություն դարձնել։ Ընդհանրապես մի բան էլ ասեմ, եթե կրակին եք, ապա այն գաղափարները, որ դուք ստանում եք, ինսայթները, որ ձեզ գալիս է, ինչ որ մտքեր, անպայման դրանք գրի առեք, որովհետև հավանականությունը մեծ է, որ եթե գրիկ չառնեք, դուք շատ արագ դրան կմոռանաք։ Իսկ սեփականաշնորհելու համար գաղափարը, հա, իդեան, դուք պետքա անպայման թղթի վրա հանձնեք, հետո կորոշեք կանեք, թե չեք անի։ Դա արդեն ձեր գործն է։ Եթե ձեզ մոտ հող 9 է, կամ հողյանը, հա, ուրեմն հողյանի համար այստեղ մեզ մոտ գալիս է մրցակցության ուժեղ էներգիա, որովհետև մենք ունենք հողի էլեմենտ, արդեն ամսվա մեջ գալիս է բարձր մրցակցություն, որը հուշում է, որ ձեր համակարգը ունի բաց թողումներ, հա, այսինքն եթե դուք բիզնեսով եք զբաղվում, ուրեմն բիզնեսում կան ինչ որ բացեր, որոնք դուք պետք է լրացնեք, միգուցե ձեր սիստեման պետք է փոխեք, վաճառքի մեխանիզմը պիտի փոխեք կամ աշխատանքում ինչ որ մի բան պիտի մտցնեք։ Ընդհանրապես հողյանի համար լավ կլինի կատարել որոշակի փոփոխություն բիզնեսում, աշխատանքում, սա շատ կարևոր է։ Մի հատ փորձեք վերանայել, ինչն եք ճիշտ անում, ինչն եք սխալ անում, ինչն է ձեզանից էներգիա տանում, ինչն է ձեզ էներգիա տալիս, սա շատ կարևոր է։ Նաև հողյանի համար գալիս է ծախսերի էներգիան ամբողջ հունվար ամսվա ընթացքում եւ փորձեք այս ամսվա ընթացքում կատարել ներդրումներ եւ այն ապրանքները, որ ուզում էիք գնել, երկար ժամանակ չէիք կողմնորոշվում անել թե չանել, ապա կարող եք դրան գնել հենց հունվար ամսին։ Ինչ վերաբերվում է հող-ին անհատական էլեմենտը ունեցողներին, ձեզ համար գալիս են նոր հնարավորություններ, սա ձեր
ձեր իսկ էներգիան է, հող-ին էներգիան է ամսվա մեջ ու անձնային էներգիան սկսում է աճել։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում հավանականությունը մեծ է, որ դուք կհանդիպեք ձեր նման մտածող մարդկանց, կհանդիպեք այն մարդկանց, ովքեր ձեզ պես են մտածում, կիսում են ձեր մտքերը, ձեր արժեքները, ձեր գաղափարները ու սա այն ամիսն է, որ դուք նոր համագործակցությունների համար շատ լավ հնարավորություններ կունենաք, քանի որ կհանդիպեք, հա, այսինքն հավանականությունը մեծ է, որ կհանդիպեք հենց ձեզպես մտածող մարդկանց, եղեք փոքր ակտիվ, հա, եղեք մի փոքր ակտիվ ամսվա ընթացքում եւ փորձեք ուրեմն ավելի շատ շփվել, կիսվել ձեր մտքերով եւ ամիսը նաեւ շատ լավ ամիս է նոր նախաձեռնություն սկսելու համար։ Սրան եւս ուշադրություն դարձրեք։ Եթե ձեր անհատական էլեմենտը մետաղյանն է կամ մետաղինը, մետաղյանի համար մենք ունենք նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություն եւ էներգիա, ուղղակի ռեսուրսներն են ստեղ, ամիսը հիանալի ամիս է, նոր գիտելիք ձեռք բերելու, նոր ինչ-որ հետաքրքիր թեմա ուսումնասիրելու համար, նաեւ ձեր գիտելիքներով կիսվելու համար, որտեվ եթե դուք չկիսվեք ձեր գիտելիքներով, դուք նման կլինեք այն թրին, հա, այն մետաղական գործիքին, որը դրված է այսպես ասած թանգարանում եւ ոչ մեկին պիտանի չէ, նա այնտեղ է, բայց ոչ մեկ դրանից չի օգտվում, հա։ Իսկ եթե դուք լինեք առավել օգտակար ձեր շրջապատի համար, ձեր փորձով, ձեր գիտելիքներով կիսվեք, դուք ամիսը կդարձնեք լավագույնը տարվա մեջ ձեզ համար։ Եթե մետաղինն եք, մետաղինի համար գալիս են անուղղակի ռեսուրսները, սա այն ամիսն է, երբ ձեզ ամեն ինչ հետաքրքրում է։ Ձեզ հետաքրքրում են նոր ինչ-որ երևույթներ, նոր գաղափարներ, նոր գիտելիքներ եւ այլն, նոր բացահայտումների ամիս է ձեզ համար եւ նոր փորձառությունների ամիս ու նոր հնարավորությունների։ Ես խորհուրդ կտամ, որ մետաղինը, ովքեր մետաղին անհատական էլեմենտը ունեն, մի փոքր ավելի շատ ուսումնասիրեն մետաֆիզիկական գիտելիքներ, որովհետև հենց այս ամիս դրանց ուսումնասիրությունը եւ օգտագործումը կտա առավելագույն արդյունք ձեզ։ Եթե ձեզ մոտ ջուրյանն է կամ ջուրինը, ջուրյանի համար մենք ունենք մի փոքր խնդիր, ինչու, որովհետև ջրի էլեմենտը քիչ է եւ եթե ձեր անհատական բազի քարտում էլ է ջրի էլեմենտը քիչ, ապա այստեղ շատ կարևոր է, որ ամսվա ընթացքում դուք լինեք մի քիչ ավելի կանոնակարգված, մի քիչ դիսցիպլինան պետք է ավելի շատ լինի, որը իր հերթին կբերի մեծ հնարավորություն, այսինքն դուք կկարողանաք ավելի հեշտ ճանապարհ գտնել դեպի ձեր հաջողությունը ամսվա ընթացքում, եթե դուք ավելի շատ կարգ ու կանոն պահեք ձեր առօրյայի մեջ։ Եթե ջուր 9 ձեզ մոտ, ուրեմն ես խորհուրդ կտամ, որ դուք կատարեք գիտակցված քայլեր, հա, գնահատված, դուք ավելի հակված կլինեք ամսվա մեջ գնալ ռիսկերի, արագ փոփոխությունների, բայց այդ բոլոր ռիսկերը, բոլոր գործողությունները թող լինեն գիտակցված եւ կշռադատված։ Հակառակ դեպքում ձեզ մոտ կարող են առաջանալ խնդիրներ։ Սրան պետք է ուշադրություն դարձնեք անպայման։ Սրանով մենք ավարտեցինք անհատական էլեմենտով ուրեմն վերլուծությունը։ Հիշեցնեմ, որ հունվար ամիսը լավագույն շրջանն է անհատական խորհրդատվության դիմելու համար եւ հենց անհատական խորհրդատվության ընթացքում դուք կարող եք ստանալ բոլոր հարցերի պատասխանները, թե տարվա հետ կապված 26 թվականի ինչ անել, ինչ չանել, ինչպիսին կլինի տարին, ինչպես օգտագործել էներգիաները, որպեսզի հասնել հաջողության, սկսել բիզնես, թե չսկսել, գնալ աշխատանքի փոփոխության, թե չգնալ եւ այլն եւ այլն։ Ինչու՞ չէ նաեւ կարող եք իմանալ, թե որ տասնամյակում եք գտնվում, արդյոք տասնամյակի էներգիաները ձեզ օգնում են հասնել հաջողության, թե ընդհակառակը խանգարում են կամ որտեղ են հնարավորությունները, ինչ անել, ինչ չանել, հա, այսինքն այս բոլոր հարցերի պատասխանները դուք կարող եք ստանալ անհատական խորհրդատվության ժամանակ։ Իդեպ ասեմ, եթե դուք ունեք որոշակի հարցեր, չեք կողմնորոշվում ինչ-որ անհատական խորհրդատվության մասով, ապա ես այս պահին ամբողջ հունվար ամիսը մինչև հունվարի վերջ դուք ունեք բացառիկ հնարավորություն 15 րոպե իմ հետ անվճար զրույց, հա։ Անվճար զրույցը դա հնարավոր է կազմակերպել հեռախոսազանգի միջոցով WhatsApp կամ Viber, գրում եք ինձ, պայմանավորվում ենք 15 րոպե, դուք ունենում եք ժամանակ ձեր հարցերը տալու, իսկ այնուհետև կկողմնորոշվեք ցանկանում եք դիմել խորհրդատվության, թե ոչ։ Սա ուղղակի բացառիկ հնարավորություն մինչև հունվարի վերջ։ Հիմա
Եկեք անցնենք թվագիտական վերլուծությանը, շատերի կողմից արդեն սիրված հատվածին եւ փորձենք հասկանանք, թե ըստ թվագիտության ինչպիսին է ամիսը, Օղենցելի ամիսը եւ ինչ է այն մեզ հուշում։ Ուրեմն հունվար ամսվա թվագիտական վերլուծության համար ես առանձնացրել եմ երկու թվեր, մեկը եւ երկուսը, հա, հաջորդական թվեր։ Ուրեմն ինչի մասին են այս թվերը։ Հիմա տեսեք, մեկը ընդհանրապես խոսում է, ես ամենաշատը կառանձնացնեի խոսքի էներգիան, մեկը առաջնորդության էներգիա է, բայց մեկը նաև խոսքի էներգիաների եւ հենց այս ամսվա ընթացքում շատ կարեւոր է, որ մենք վերցնենք պատասխանատվություն եւ փորձենք մեր խոսքով մոտիվացնել, մեր խոսքով քաջալերել եւ մեր խոսքով ուրեմն բարձրաձայնել մեր դիմացինի ուրեմն դրական կողմերը, առավելությունները, հաջողությունները գրանցած, սա շատ կարևոր է կատարել հենց հունվար ամսին։ Երկուսը հուշում է համագործակցության մասին, երկուսը նաև այն էներգիան է, որը խոսում է բնության հետ կապի մասին, եւ ես խորհուրդ կտամ, որ եթե կա հնարավորություն, ավելի շատ գտնվել բնության գրկում եւ ավելի շատ փորձել գնալ նեթվորքինգի, նոր ծանոթությունների, համագործակցության։ Սա նույնպես շատ կարեւոր է հունվար ամսվա ընթացքում։ Հիմա եկեք անցնենք արդեն անհատական թվագիտական վերլուծությանը ու այս ամիս մենք կատարում ենք հետևյալ հաշվարկը։ Մենք վերցնում ենք մեր ծննդյան օրը, գումարում ենք ծննդյան ամիսը եւ գումարում ենք ամսվա անհատական թիվը, որը 2-ն է, հա։ Օրինակ, եթե անձը ծնվել է հունիսի 24-ին, ապա 24 գումարած 6, որը հունիս ամիսն է, այնուհետև գումարում ենք 2, ստանում ենք 32, 32-ը պետք է սարքենք միանիշ թիվ։ 3 գումարած 2 հավասար է 5, հա, 5-ը կլինի տվյալ անձի անհատական թիվը հունվար ամսվա համար։ Հիմա, եթե ձեզ մոտ ստացվել է 1 թիվը, հա, այսինքն դուք գումարել եք թվերը իրար եւ ձեր անհատական թիվը ստացվել է 1-ը։ 1-ը դա նորի սկիզբն է, ընդհանրապես ամիսը կդառնա ձեզ համար ամբողջությամբ զրոյական մակարդակ, որից դուք պետք է նորից սկսեք, հա։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կյանքի բոլոր 5 ոլորտներին՝ ինքնություն, հոգևոր, աշխատանք, հարաբերություններ եւ առողջություն, սա շատ կարեւոր է։ Եթե ձեզ մոտ 2 թիվն է ստացվել, 2-ը միշտ բերում է համագործակցություն, 2-ը բերում է նոր ծանոթություն, նոր հնարավորություններ, 2-ի ժամանակ պետք է շատ ուշադիր լինենք նաեւ մեր առողջությանը, հա, սա շատ կարեւոր է։ Եթե ձեզ մոտ ստացվել է 3 թիվը, 3-ը ընդհանրապես համարվում է ֆինանսական թիվ, նաև երրորդը դա ինքնադրսևորման էներգիան է եւ միսը հուշում է, որ մենք լինենք առավել ակտիվ, ինքնադրսևորվենք եւ դրա միջոցով մենք կաշխատենք բավականին մեծ գումարներ։ Եթե ձեզ մոտ 4-ն է, 4-ը բերում է շատ աշխատանք, 4-ը բերում է շատ զբաղվածություն, հա, 4-ի ժամանակ մենք շատ զբաղված ենք լինում եւ 4-ի ժամանակ մենք պետք է պահենք դիսցիպլինա։ Ես խորհուրդ կտամ, եթե ձեզ մոտ 4-ն է, ապա ամսվա ընթացքում պարտադիր եղեք առավել ակտիվ ֆիզիկապես, հա, զբաղվեք սպորտով, գնացեք սպորտզալ կամ օրական քայլեք, հա, 1 ժամ, 2 ժամ, ինչքան որ կկարողանաք եւ 4-ի ընթացքում պարտադիր պետք է հետևենք առողջությանը, եթե ունենք քրոնիկ որոշակի հիվանդություններ։ Եթե ձեզ մոտ 5-ն է ստացվել, 5-ը նոր գիտելիք վերցնելու, հա, նոր ինչ-որ թեմա ուսումնասիրելու մասին է, ընդհանրապես 5-ը դա նաև 1-ից 9 թվերի մեջտեղում է գտնվում եւ 5-ը դա մի պահ կանգ առնելու եւ հետադարձ հայացք գցելու մասին է, ինչ արեցինք նախորդ 4 ամիսների ընթացքում, ինչն էր ճիշտ, ինչը սխալ, ինչը պետք է փոխենք, ինչը չփոխենք եւ այլն, նաեւ սրա մասին է։ 5-ը նաեւ ճանապարհորդություններ է հուշում, եթե կարող եք ճանապարհորդել շատ ավելի լավ, եթե ոչ, ապա փորձեք ավելի ակտիվ լինել, հա, սպորտով զբաղվել պարտադիր է եւ փորձեք ձեր գիտելիքով, ձեր փորձառությամբ կիսվել ձեր շրջապատում, ձեր գոլեգաների, մտերիմների հետ։ Սա կարեւոր է։ Եթե ձեզ մոտ 6-ն է ստացվել, 6-ի ժամանակ, 6-ը հիմնականում հարաբերությունների մասին է, եթե արդեն հարաբերությունների մեջ եք, հնարավոր են որոշակի քննություններ, այսպես ասած, եւ պետք է ուշադիր լինեք, չգնաք կոնֆլիկտի, փորձեք ավելի մեղմել, հարթել
սուրանկյունները, իսկ եթե դեռ հարաբերությունների մեջ չեք, 6-ը կարող է բերել հնարավորություն նոր ծանոթությունների միջոցով։ Եթե ձեզ մոտ 7-ն է, 7-ը դա հոգևոր թիվ է, ընդհանրապես թվագիտության մեջ համարվում է հոգևոր թիվ եւ 7-ի ժամանակ ցանկալի է գոնե օրվա մեջ 1 ժամ անցկացնել միայնակ։ Ընդհանրապես լավագույնը դա ճանապարհորդության գնալն է միայնակ, երբ որ դուք ինքներդ ձեր մտքերի հետ միայնակ եք, երբ որ դուք ինքներդ սկսում եք խորհել, մտածել կյանքի մասին, ձեր կյանքի մասին, հա, ինչ անել, ինչ չանել եւ այլն, ու այստեղ շատ կարեւոր է, որ դուք ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնեք, լավ կլինի 7-ի ժամանակ սննդին հետևել, ինչու՞ չէ նաեւ ինչ որ ծոմ պահել նաեւ, հա, պաս կամ ծոմ, հա, այսպես ասած մի որոշ ժամանակ խորհուրդ կտամ, դա նույնպես կօգնի ձեր հոգևոր զարգացմանը, այսինքն մի փոքր պետք է անջատվել նյութականից, ավելի շատ գնալ հոգևոր, ավելի շատ կարդալ, ավելի շատ ինքնաբացահայտման գնալ։ 7-ը նաև ակտիվության մասին է եւ 7-ի ժամանակ ճանապարհորդելը, ակտիվ տեղաշարժվելը նույնպես կտա իր դրական արդյունքը։ Եթե ձեզ մոտ 8-ն է, 8 եք ստացել, 8-ը դա նորից ֆինանսական թիվ է, 8-ը եւ 3-ը, հա, ֆինանսական թվեր են եւ 8-ը նաեւ կարմիկ թիվ է։ Կարմիկ թիվ ասելով մենք ստանում ենք այն ամեն ինչի արդյունքը կամ պատասխանը, ինչ որ արել ենք։ Եթե լավն ենք արել, կստանանք լավը։ Եթե վատը, բնականաբար, ուրեմն բումերանգի այս պրինցիպով մենք ստանանք բացասական, հա, ինչ որ իրադարձություններ, ու ուշադիր եղեք, եթե հունվարի ընթացքում ձեզ մոտ անհատական թիվը 8-ն է, եւ եթե հունվարը լինի հետաքրքիր, հա, դրական ուրեմն սյուրպրիզներով լի, ուրեմն դուք նախորդ 7 ամիսները ապրել եք ճիշտ ձեր ծրագրերով։ Իսկ եթե լինեն ինչ-որ բացասական իրադարձություններ, ապա ինչ-որ մի բան սխալ եք արել։ Պետք է վերանայել, հա, պետք է հասկանալ ինչն եք սխալ անում, միգուցե կան կառմիկ ծրագրեր, որոնք ակտիվ են, ու դուք անդադ ակտիվացնում եք դրանց բացասական կողմը ձեր քայլերով, ձեր վարքագծով, հա, սրա մասին պետք է անպայման ունենալ ինֆորմացիա։ Հիմա, եթե ձեզ մոտ ստացվեց 9 թիվը, 9-ը դա վերջին թիվն է, 9-ը բերում է իր հետ հիանալի հնարավորություններ, նաև կարող են լինել ոչ այդքան ցանկալի հնարավորություններ, կախված ավարտի հետ, հա, որոշ բաներ կավարտվեն, կգնան ձեր կյանքից, հարաբերություններ, իրեր եւ այլն, պետք է դրան շատ թեթև վերաբերվել։ Իսկ եթե 1-ից 8-ի ընթացքում դուք գնացել եք ճիշտ ձեր ճանապարհով, ապա 9-ին դուք ստանում եք այն բոլոր բոնուսները, որոնց դուք արժանի եք, հա, ու հենց այս ընթացքում պետք է արդեն կհասկանաք, հա, ինչն եք արել ճիշտ, ինչը սխալ, որովհետև 9-ի ընթացքում շատ հաճախ մարդիկ վախենում են 9-ից, ասում են դե սա ավարտ է, ավարտ է։ Ժողովուրդ ջան, ավարտ դա դեռ չի նշանակում վերջ, ավարտը դա այն անցումային շրջանն է, երբ որ դուք մի վիճակից պիտի անցնեք հաջորդ վիճակին, հա, եւ ավարտի դեպքում դուք ստանում եք բոլոր այդ բոնուսները, որովհետեւ սա վերջն է, այսինքն ինչ արել եք, դուք ստանում եք բոլոր այդ կուտակվածները, դուք ստանում եք 9-ի ընթացքում։ Եթե ճիշտ եք քայլել, ճիշտ քայլեր եք կատարել, ճիշտ ձևով եք ձեզ դրսևորել եւ այլն, դա կբերի դրական արդյունք 9-ում։ Իսկ եթե ոչ, ապա բացասականը դուք կստանաք, հա։ Ու ամեն ինչին պետք է նայել կողքից, ոչ թե իրադրության ներսում լինեք, այլ դրսից նայեք, որպեսզի դուք կարողանաք գտնեք խնդիրները։ Իսկ եթե չեք կարողանում գտնել խնդիրները ու ձեր կյանքում կրկնվող իրադարձությունները շատ են, դա նշանակում է, որ դուք մտել եք որոշակի փակուղու մեջ, հա, փակ ցիկլի մեջ, ու տեղից դուրս գալու համար պետք է ծանոթանաք ձեր անձնային էներգիաներին, ավելի կոնկրետ կարմիկ ծրագրերին։ Սա շատ կարևոր է։ Հիմա որն է ձեր տոհմային կարմիկ պարտքը, ծրագիրը, եթե ծնվել ես հունվար ամսին, հա, եթե հունվար ամսին եք ծնվել, շատ կարևոր է, որ դուք ունենաք լավ հարաբերություններ ձեր քույր եղբայրների հետ, եթե ունեք, կամ ձեր հասակակիցների հետ, հա, սա շատ կարևոր է, օգնեք նրանց, երբ անհրաժեշտ է, եւ մյուս կարևոր պայմանը կամ կարմիկ ծրագիրը դա ձեր խոսքը զարգացնելն է, շփվելը,
ճիշտ շփվելը եւ ճիշտ խոսալը։ Ճիշտ խոսալը դա նա է, երբ որ դու քո խոսքով չես վնասում դիմացինին, երբ որ դու քո խոսքով կարողանում ես մոտիվացնել դիմացինին, բարձրաձայնել նրա ուրեմն դրական կողմերը, նրա հաջողությունները եւ ինչու՞ չէ նաեւ գովաբանել, հա, գովաբանել դիմացինին։ Այս է բոլոր նրանց կարմիկ տոհմային ծրագիրը, ովքեր ծնվել են հենց հունվար ամսին։ Հիմա եկեք անցնենք մի փոքր ֆեն շոուին, հա, ովքեր ծանոթ չեն ֆեն շոուին, ասեմ, որ ֆեն շոուն դա մեր տարածքում եղած էներգիաներն են, էներգիաների ուսումնասիրությունն է, վերլուծությունն է եւ դրա հիման վրա մենք կարողանում ենք հասկանալ, թե ոնց օգտագործենք տարածքում եղած էներգիաները մեր բնակարանում, աշխատավայրում եւ այլն, այսինքն պետք է լինի տարածք, հա, փակ տարածք։ Հիմա այս ամիս ավելի կոնկրետ հունվարի 5-ից մինչև փետրվարի 3-ը մենք ունենք աստղերի հետևյալ դասավորվածությունը։ Ես կասեմ այն հատվածները, որոնք մենք կարող ենք օգտագործել։ Ուրեմն ունենք 3 դրական հատված, ուրեմն հարավ-արևելյան հատվածն է դրական հատված, որ կարող ենք օգտագործել, հարավ-արևմտյան հատվածը եւ հյուսիս-արևմտյան հատվածը, որը կարող ենք մենք օգտագործենք։ Ոնց ենք օգտագործում, անցկացնում ենք այդ հատվածում ավելի շատ ժամանակ։ Ոնց են գտնում այդ հատվածները, հեռախոսում կա կողմնացույց, կանգնում ենք տան կենտրոնում, տարածքի կենտրոնում եւ գտնում ենք այդ հատվածները, հա։ Այս հատվածներում, եթե մենք գտնվենք շատ, մենք ունենանք հաջողություններ, հա, ամսվա ընթացքում կարող ենք նստել, աշխատել, նստել, ինչ որ մի բան անել, զանգեր կատարել, հա, կամ նստել հեռուստացույց դիտել, բայց ցանկալի ինչ որ գործողություն կատարել, նամակագրություն եւ այլն, հա։ Այս 3 հատվածները կարող եք օգտագործել։ Հիմա որ հատվածներից պետք է խուսափել։ Ընդհանրապես հյուսիս-արևելքը մինչև փետրվարի 4-ը համարվում է բացասական հատված։ Ինչու՞, որովհետև ստեղ տեղակայված էր տարվա 5-րդ աստղը։ Հյուսիսում մենք ունենք ամսվա 5-րդ աստղի առկայություն, ուրեմն այս ամիս հյուսիսը պետք է հանգիստ թողնենք, այսինքն եթե ձեր ննջարանը հյուսիսում է կամ հյուսիս-արևելքում է, ամբողջ տարվա համար պետք է մենք այդ սենյակը չօգտագործենք, հատկապես քնելու համար, բայց եթե մենք չունենք հնարավորություն, կա լուծում։ Լուծումը հետևյալն է. պետք է տեղադրենք մետաղական ծանր առարկա եւ ուրեմն ինչ պետք է անենք մետաղական ծանր առարկա եւ պետք է փորձենք մահճակալը պատից տեղաշարժենք 10-ից 15 սանտիմետր, սա կօգնի։ Մյուս հատվածը դա արևմուտքն է, որտեղ արևմուտքում ունենք մենք ուրեմն երկրորդ աստղի առկայությունը հիվանդությունների աստղն է, եթե ձեր ննջարանը գտնվում է այստեղ, ուրեմն ուշադիր եղեք, նորից մահճակալը տեղաշարժեք 10-ից 15 սանտիմետր։ Սա վերաբերվում է նաև մուտքի դռներին, եթե ձեր մուտքի դուռը գտնվում է հյուսիս-արևելքում, հյուսիսում, հա, այս ամիս կամ արևմուտքում, ուրեմն սա նույնպես ունի խնդիր, մենք պետք է մետաղական ծանր առարկա տեղադրենք մուտքի դռան մոտ, որպեսզի փորձենք մինիմալի հասցնենք, իջեցնենք այդ բացասական աստղերի ազդեցությունը։ Սա ֆինանսական ակտիվացիան է հունվար ամսվա համար մազերի կտրման միջոցով, սա շատ հետաքրքիր ակտիվացիա է, շատերն են սիրում սպասում, օրերն են ամսի 19, 24 եւ 29, հա, 3-ից 4 սանտիմետր կարող է կտրել, բայց ցանկալի է, որ դուք չկտրեք, այլ գնաք վարսավիրանոց, հա, մասնագետը կտրի։ Հիմա, սա օրացույցն է հունվար ամսվա, կարող եք նկարել, ձեզ մոտ պահել, նշանակությունները կարող եք հաջորդ թիվ կներկայացնեմ, այստեղ բոլոր բացատրությունները կան, որ նշանները ինչի համար են եւ այլն, հա։ Սա օրինակն է, հա, օրինակն է, բայց այստեղ բոլոր բացատրությունները կան։ Իդեպ դուք կարող եք ունենալ ձեր անձնական օրացույցը, եթե ցանկանում եք, կարող եք պատվիրել, բայց ես հիշեցնեմ մեկ այլ բան, որ 2026 թվականի համար ես պատրաստել եմ չինական թոնգշու օրացույց ու առաջին անգամ հայերենով է սա տպագրվում, ինքս եմ պատրաստել, ու սա միայն օրացույց չէ, այսինքն դուք չեք տեսնում միայն օրեր ու վերջ, դրա մասին չէ, դա սա ձեր իմացած օրացույցը չէ, սա 74 էջանոց բրոշուր է, որը ձեզ կտա բազային մետաֆիզիկական գիտելիք, այսինքն դեռ ինֆորմացիա կա,
կարող եք կարդալ, ծանոթանալ, այնուհետև կան բանաձևեր, որոնց միջոցով դուք ինքնուրույն կարող եք հաշվել ձեր դրական օրերը, կարող եք հաշվել ձեր բացասական օրերը, որպեսզի խուսափեք այդ օրերը չօգտագործեք, նաև կարող եք կատարել գործողություն ճիշտ պահին, ստանալ առավելագույն արդյունք, եթե գիտեք ձեր անհատական դրական օրերը։ Սա շատ կարևոր է։ Իսկ ըստ մետաֆիզիկայի, ընդհանրապես, եթե մենք անում ենք մի գործողություն ճիշտ ժամանակին, այսինքն դրական օր, դրական էներգիաներով, ապա մենք ունենում ենք ավելի շատ արդյունք, քան թե մենք անում ենք որևէ գործողություն պատահական ինչ-որ մի օր։ Ու եթե այդ օրն էլ լավ օր չի էներգետիկ առումով, ապա հավանականությունը, որ մենք կհաջողենք, արդեն սկսում է իջնել։ Իսկ եթե մենք ընտրում ենք օրեր, որոնք էներգետիկ առումով դրական են, հա, մեզ համար, եւ հենց այդ օրերին անում ենք որևէ գործողություն, օրինակ բացում ենք բիզնես, կամ կնքում ենք պայմանագիր, կամ դիմում ենք աշխատանքի, կամ փնտրում ենք աշխատանք, կամ ուղարկում ենք մեր ռեզումեն այդ օրը, կամ հանդիպում ենք ինչ-որ մարդու, որը շատ կարևոր հանդիպում է հենց այդ մեր համար լավ օրերին, ապա հավանականությունը ավելի է մեծանում, որ մեր ցանկալի արդյունքին մենք կհասնենք ավելի արագ, հա։ Դրա համար այս օրացույցը շատ բացառիկ օրացույց է, ես խորհուրդ կտամ, որ բոլորդ ունենանք այս օրացույցից, եթե ուզում եք ունենալ, գրեք ինձ, մենք առաքում կարողանում ենք կազմակերպել, որտեղ որ դուք լինեք, կապ չունի դուք Հայաստանում եք, թե Եվրոպայում եք, թե արտասահմանի մի խոսքով Ռուսաստանում եք, հա, բոլոր տեղերից արդեն դիմել են հայրենակիցները մենք ուղարկել ենք, նորմալ հասնում է տեղ, հենց որ շտապեք, տարին նոր է սկսել եւ այս օրացույցը անպայման ունեցեք ձեզ մոտ, այն կօգնի ամբողջ տարին, տարվա ընթացքում դուք պարզ տեսնեք, հա, որ օրերն են դրական, որերը բացասական, որերին ինչ կարելի անել, որերին ինչ չի կարելի անել, հա, սրա մասին շատ ինֆորմացիա կա, այնպես որ ունեցեք սա ձեր ձեռքի տակ։ Հիմա եկեք անցնենք ակտիվացիաներին, կներեք, ստեղ ամսաթիվը չի փոխվել, բայց սա տարեթիվը չի փոխվել, բայց սա 26 թվականի մասն է խոսքը։ Հիմա հունվար 26, ունենք ակտիվացիաներ, ովքեր ակտիվացիաներին ծանոթ չեն, ես մի փոքր ներկայացնեմ, չինական մետաֆիզիկայում կան ակտիվացիաներ, գործողություններ, որոնց միջոցով մենք կարողանում ենք արագացնել ուրեմն մեր ցանկալի արդյունքին հասնելու այդ ճանապարհը, հա։ Իսկ ոնց ենք անում, մենք օգտագործում ենք էներգիաները եւ կարողանում ենք հաշվարկների միջոցով հասկանալ տվյալ էներգիան, երբ որ ժամին որ հատվածում է գտնվելու, մենք գտնվում ենք այդ հատվածում, բնակարանի կամ աշխատավայրի եւ անում ենք որոշակի գործողություն։ Հիմա ունենք մի հատ ակտիվացիա, ակտիվացիաները շատ են, հա, կոնկրետ այս ակտիվացիան սա կոչվում է բույն ընկնող թռչուն։ Ուրեմն հունվարի 18-ին կապ չունի դուք որ երկրում եք գտնվում, դուք ձեր տեղի ժամով եք նայում, հա, հունվարի 18-ին երեկոյան 8-ից 10 հատվածում ցանկալի է որ դուք գտնվեք ձեր բնակարանի կամ ձեր որտեղ որ կլինեք աշխատավայրի հարավային հատվածում, հա, նստում եք այդ հատվածում, մեջքով դեպի հարավ, այդ հատվածում նստում եք, սեկտորում մեջքով դեպի հարավ եք նստում 2 ժամ։ Ինչու 2 ժամ, որտեվ 2 ժամ նստելու դեպքում դուք կունենաք լավ արդյունք։ Օրինակ ունեք կարևոր նամակագրություն, հա, ինչ որ մեկին նամակ պիտի ուղարկեք, կամ կարևոր զանգ, կամ ինչ որ մեկի հետ հանդիպում ունեք, հա, կամ պարզապես ոչ մի բան չունեք անելու, նստեք գիրք կարդացեք, նստեք ինչ որ մի բանով զբաղվեք, հա, ձեր համակարգչով աշխատեք եւ այլն։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ այս ստրուկտուրան, եթե դու նստում ես այս ստրուկտուրայում, այս էներգետիկ էներգիայի տակ, դու վերցնում ես այդ էներգիան, իսկ այդ էներգիան կուտակային է։ Ինչքան շատ ես օգտագործում, այնքան այդցի էներգիան բերում է քո կյանք նոր հաջողություններ, հա։ Սա փորձված տեխնիկա է հազարամյակների եւ շատ անգամներ ապացուցել է իր արդյունավետությունը։ Դուք նույնպես կարող եք օգտագործել եւ կտեսնեք, հա, հաջողությունը ինչպես է գալիս։ Մյուս օրը դա ամսի 24-ին է, հունվարի, ուրեմն 14:00-ից 16:00, այս անգամ արևելյան հատվածը պետք է գտնենք տան, կենտրոնից գտնում ենք արևելյան հատվածը, նստում ենք այդտեղ 2 ժամ, կատարում ենք կարևոր զանգ, ուղարկում ենք նամակ կամ բանակցում ենք, սա շատ կարևոր է։ Հիմա, ուրեմն ֆինանսական աստղի ակտիվացիա ունենք հունվար ամսին ու ֆինանսական աստղի ակտիվացիան մենք անում ենք մոմի միջոցով, վառում ենք մոմ ամբողջ օրը,
ամսի 29 հունվարի առավոտյան 7-ից մինչև 23:00 հարավ-արևելյան հատվածում վառում ենք մոմ։ Մոմը պետք է դնենք 60-ից 1.20 մ բարձրության վրա, հատակին չենք դնում, գետնից բարձր, ուշադիր եղեք, որ ապահով լինի, այսինքն եթե հանկարծ սենյակում չլինեք, ինչ որ բաներ չայրվեն, ուշադիր եղեք դրան ու ամբողջ օրը փորձեք վառեք մոմը։ Եթե մոռանաք, ուշ միացնեք, ոչինչ, կարևորը որ միացնեք, ինչքան էլ միացնեք։ Ֆինանսական աստղի ակտիվացիան բերում է ֆինանսական հիանալի հնարավորություններ։ Ու եթե դուք սա հաճախ անեք, դուք կտեսնեք սրա արդյունքը։ Ընդհանրապես մետաֆիզիկական ակտիվացիաները շատ լավ են աշխատում եւ ես ունեմ ծրագիր, նախագիծ, որը կոչվում է մետահաջողություն, արդեն 1 տարուց ավել, եւ եթե ցանկանում եք կարող եք միանալ, այն բաժանորդագրությունով է ամսական բաժանորդագրության արժեքը 8000 դրամ է եւ ամեն օր դուք ստանում եք մետաֆիզիկական ակտիվացիաներ։ Ինչ խնդիրներ կարող եք լուծել այս ակտիվացիաները կատարելով։ Կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, կհանձնեք քննությունը բարեհաջող, կգտնեք ցանկալի աշխատանքը, կավելացնեք բիզնեսում վաճառքներ, կգտնեք համապատասխան աշխատակիցներ, եթե ուզում եք ձեզ համապատասխան աշխատակից գտնել, կա ակտիվացիա, կանցկացնեք հիանալի միջոցառում, կունենաք շատ հաճախորդներ, հատկապես նրանք, ովքեր բիզնեսի մեջ են, ձեզ պետք են հաճախորդներ, դուք անում եք ակտիվացիա եւ ձեր վաճառքները սկսում են ավելանալ, Կհաղթեք մրցակցությունում, կվաճառեք անշարժ գույքը բարեհաջող, կլուծեք շատ խնդիրներ, կգտնեք անհրաժեշտ օգնություն խնդիրների լուծման համար եւ այլն։ Ընդհանրապես մետաֆիզիկական ակտիվացիաները դրանք հիանալի գործիքներ են, երբ որ դուք ուզում եք օգտագործեք տարածքում եղած էներգիաները ի օգուտ ձեզ։ Սա շատ կարևոր է։ Մի խոսքով, մանրամասներին ծանոթանալու համար ուղարկեք մետա բառը մեկնաբանություններում եւ ես ձեզ կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները։ Եթե կան հարցեր, գրեք ինձ, ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գրում են մեկնաբանություններում, ովքեր կիսվում են իմ վիդեոներում, անպայման չմոռանաք բաժանորդագրվել եւ ուղարկել այս վիդեոն ձեր մտերիմներին, որպեսզի նրանք էլ ծանոթանան, իմանան այս ինֆորմացիան եւ օգտագործեն ի բարօրություն իրենց կյանքի։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, մինչ հաջորդ անգամ կհանդիպենք շուտով։